Այսօր պաշտոնական այցով Վրաստան է ժամանում Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոյևը, որի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ժամը 18-ին Վրաստանի նախագահի պալատում։ Այցի շրջանակներում նախագահի պալատում նախատեսված է Վրաստանի եւ Ուզբեկստանի նախագահների դեմարդեմ հանդիպումը։ Առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներն ու տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Հանդիպումից հետո նախատեսված է պատվավոր հյուրերի գրքում պաշտոնական գրառում կատարելու արարողությունը, որտեղ Ուզբեկստանի նախագահը կթողնի հուշագրություն։ Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում անցկացվել է Վրաստան-Ուզբեկստան բիզնես ֆորումը, իսկ Վրաստանի հանրային հեռարձակող ընկերություն այցելել էր Ուզբեկստանի զբոսաշրջության նախարարը, որտեղ նա հանդիպել է հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ, որտեղ գլխավոր տնօրենի եւ հոգաբարձուների խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացումն ու համատեղ հետաքրքիր նախագծերի լուսաբանումը։ Այսօր ամբողջ Վրաստանի տարածքում դիմորդները միասնական ազգային քննության շրջանակներում հանձնում են վրաց լեզվի եւ գրականության քննությունը։ Այս տարի միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 43,000 դիմորդ։ Քննական կենտրոնները բացվել են երկրի ամբողջ տարածքում, ընդհանուր առմամբ 12 քաղաքում։ Առավոտյան Թբիլիսիի 160-րդ քննական կենտրոնում էր գտնվում կրթության նախարար Գիվի Միքանաձեն, որը գնահատել է ընթացող գործընթացը եւ առաջին ալիքին տված հարցազրույցում զրուցել անվճար կրթության հնարավորությունների եւ ներդրված նորամուծությունների մասին։ Միասնական ազգային քննությունները կավարտվեն հուլիսի 22-ին ֆիզիկայի քննությամբ։ Ինչ վերաբերում է ուսուցիչների քննություններին գրանցվածներին, ապա նրանք քննություններին կմասնակցեն հուլիսի 5-ից։ Հուլիսի 17-ին կանցկացվի ուսանողական կրթաթոշակային մրցույթը, իսկ մագիստրատուրայի ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի 23-ից 24-ին։ 2026 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ը անցկացվել է Ժնևի միջազգային բանակցությունների 67-րդ փուլը, որտեղ Վրաստանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալյան։ Բանակցությունների շրջանակներում վրացական պատվիրակությունը խոր մտահոգություն է հայտնել 2026 թվականի մայիսի 9-ին Ռուսաստանի եւ Ცხինվալի օկուպացիոն ռեժիմի միջև դաշնակցային համագործակցության խորացման վերաբերյալ կնքված այսպես կոչված համաձայնագրի եւ դրա արագացված իրականացման կապակցությամբ։ Նշվել է, որ նմանատիպ այսպես կոչված համաձայնագրերը իրավական տեսանկյունից անվավեր են, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը եւ խոչընդոտում կառուցողական երկխոսությանը։ Վրացական կողմը կտրուկ բարձրացրել է օկուպացված շրջաններում անվտանգության, հումանիտար իրավիճակի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ստեղծված ծանր իրավիճակի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ նրա օկուպացիոն վարչակարգերի ապակառուցողական գործողությունների հարցը։ Ռուսաստանի եւ նրա օկուպացիոն վարչակարգերի ներկայացուցիչները, ինչպես նախկինում, այս անգամ եւս լքել են բանակցությունների սեղանը։ Ժնևի միջազգային բանակցությունների հաջորդ 68-րդ փուլը նախատեսված է անցկացնել 2026 թվականի նոյեմբերի 10-ից 11-ին։ Ընդդիմադիր դաշինքի անդամ կուսակցությունների միջև տարաձայնությունները շարունակվում են։ Մեկնաբանություններ են արվում նաև վերջին տարիներին նրանց կողմից ընդունված ներկուսակցական որոշումների վերաբերյալ։ Այս անգամ Լևան Խաբեիշվիլին զրուցել է Միացյալ ազգային շարժման նախագահի պաշտոնում իրեն փոխարինելու մասին։ Լևան Խաբեիշվիլիի խոսքով իրեն մեղադրում էին անբավարար մակարդակ ունենալու մեջ, սակայն իր իսկ խոսքով դա ընդամենը պատրվակ էր, քանի որ իրականում այն ժամանակ ընդդիմությունը չկարողացավ միավորվել եւ վերջիվերջո բոլորին միավորեցին բանտում։ Ինչ վերաբերում է դաշինքում գործընթացներին, ապա չնայած փոխադարձ մեղադրանքներին, Միացյալ ազգային շարժումը մինչ օրս շարունակում է մնալ այդ միավորման անդամ։ Իշխող թիմը լուրջ չի կարող ընկալել ընդդիմությունում ընթացող գործընթացները եւ դաշինքի շուրջ զարգացող իրադարձությունները բնութագրում է որպես քաղաքական կրկես։ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է այսպես կոչված սաբոտաժի գործով մեղադրվող 8 քաղաքական գործիչների դատավարությունը, որի ընթացքում հարցաքննվում են մեղադրող կողմի ներկայացրած վկաները։ Առկա տեղեկություններով դատական նիստին ներկա է միայն Միխեիլ Սաակաշվիլին։ Մեղադրյալների պաշտպանների խոսքով գործի 45 հատորներում քաղաքական գործիչների դեմ ապացույցներ չկան։ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Միխեիլ Սաակաշվիլիի, Գյորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի, Զուրագիրչի Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի եւ Բադրի Ջափարիձեի նկատմամբ։ Դատախազության տեղեկացմամբ գործը վերաբերում է պետության դեմ ուղղված հանցագործություններին, մասնավորապես սաբոտաժին, օտարերկրյա պետության թշնամական գործունեությանը աջակցելուն, Վրաստանի սահմանադրական կարգի եւ ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորմանը, ինչպես նաեւ Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ պետական իշխանությունը տապալելու կոչերին։ Այս գործով Գյորգի Վաշաձեի եւ Զուրաբ Գիրչի Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է 30,000 լարյանոց գրավ, իսկ Մամուկա Խազարաձեի եւ Բադրի Ջափարիձեի նկատմամբ 1 միլիոն լարի գրավ։
Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 126 օտարերկրյա քաղաքացու։ Նրանց նկատմամբ սահմանվել է Վրաստան մուտք գործելու արգելք։ Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 2036 անօրինական կարգավիճակ ունեցող օտարերկրացու, ինչը զգալիորեն գերազանցում է անցյալ տարվա ամբողջական ցուցանիշը։ Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները հայտնաբերել են ինքնաշեն թմրանյութերի լաբորատորիա, առգրավել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ եւ ձերբակալել 4 անձի։ Անցկացված հետաքննությամբ պարզվում է, որ մեղադրյալները հետագա վաճառքի նպատակով այսպես կոչված թմրալաբորատորիայում տարբեր քիմիական նյութերի եւ պրեկուրսորների կիրառմամբ պատրաստում էին թմրամիջոցներ։ Իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, այդ թվում 41 լիտր ալֆա PFP պարունակող հեղուկ, մինչև 5 կիլոգրամ մեֆեդրոն, 5 լիտր մեֆեդրոն պարունակող հեղուկ, մինչև 2 կիլոգրամ ալֆա PFP հանցագործության համար նախատեսվում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Պետությունը կֆինանսավորի ևս մեկ թանկարժեք դեղամիջոց։ Նորությունը վերաբերում է այն հիվանդներին, ովքեր ենթարկվել են ոսկրածուծի փոխպատվաստման եւ դրանից հետո ունեցել են ծանր բարդություններ։ Վրաստանի քաղաքացիների համար ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը ֆինանսավորվում է ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։ Սակայն փոխպատվաստումից հետո որոշ հիվանդների մոտ զարգանում է ծանր բարդություն, երբ դոնորի փոխպատվաստված բջիջները սկսում են պայքարել հիվանդի օրգանիզմի դեմ։ Նման դեպքերում ժամանակակից եւ բարձր տեխնոլոգիական դեղորայքային բուժումը կենսական նշանակություն ունի։ Ըստ միջազգային հանձնարարականների, Ջակավիա դեղամիջոցը ճանաչված է որպես նշված բարդության բուժման լավագույն միջոցներից մեկը։ Դեղամիջոցն արդեն հասանելի է օնկոհեմատոլոգիական բոլոր ախտորոշում ունեցող շահառուներին, այդ թվում մինչև 18 տարեկան երեխաներին։ 2026 թվականի առաջին ամիսներին Եվրամիությունում աճել է ռուսական գազի ներմուծումը այն դեպքում, երբ միությունը պաշտոնապես սկսել է հրաժարվել ռուսական բնական գազից։ Այս մասին գրում է Евronewsը հղումանելով էներգետիկայի կարգավորող մարմինների համագործակցության գործակալության նոր զեկույցին։ Գործակալության պարզաբանմամբ այս աճը չի նշանակում, որ պատժամիջոցներն անարդյունավետ են։ Ինչպես գրում է Евronewsը, ընկերությունները հավանաբար փորձում են մինչև ավելի խիստ սահմանափակումների ուժի մեջ մտնելը գործող պայմանագրերի շրջանակներում արագացնել մատակարարումները։ Ըստ զեկույցի, ռուսական հեղուկացված բնական գազը Եվրամիություն հիմնականում մտնում է Իսպանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի եւ Նիդերլանդների միջոցով, իսկ խողովակաշարերով մատակարարումները իրականացվում են դեպի Հունգարիա, Սլովակիա եւ Հունաստան։ Գործակալությունում նշում են, որ ռուսական գազից հրաժարվելու իրական տնտեսական հետևանքները դեռևս չեն երևացել։ Այդ հետևանքներն ակնկալվում են 2027 թվականի հունվարին, երբ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումն ամբողջությամբ կարգելվի, իսկ սեպտեմբերից կդադարեցվեն նաև խողովակաշարային մատակարարումները։ Գիշերվա ընթացքում ռուսական կողմը Կիևի ուղղությամբ հարձակում է իրականացրել անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով։ Արդյունքում զոհվել է 13 մարդ, իսկ 56-ը վիրավորվել։ Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով վնասվել են քաղաքի մի քանի թաղամասեր։ Դեսնյանսկի շրջանում ավերվել է 9 հարկանի բնակելի շենք։ Միևնույն ժամանակ Շևչենկովսկիի շրջանում հրդեհ է բռնկվել հյուրանոցում, վնասվել է նաեւ բժշկական հաստատություն։ Երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի հայտարարությամբ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ներկայումս շարունակում են մարդկանց դուրս բերել փլատակների տակից եւ ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Ներքին գործերի նախարարի հայտարարությամբ Կիևում վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք, իսկ փրկարարներն այս պահին շարունակում են աշխատանքները 15 տարբեր հատվածներում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի դեմ նոր լայնածավալ հարված հասցնել։